Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, ինչպես հասկացաք, այսպես շատ խիստ կարևոր թեմայից ենք այսօր խոսելու։ Մայիսի 31-ից հայ ընթերցողի գրադարանը հարստացել է Վանի թագավորության դիցարանը Մհերի դրան առեղծվածը գրքով։ Աշխատությունում ներկայացված են Վանի թագավորության դիցարանի աստվածների համար սահմանված զոհարաբերությունների թվաքանակների, մաթեմատիկական եւ աստղագիտական օրինաչափությունները, ինչպես նաեւ աստվածների ինքնությունների ու անունների ստուգաբանությունը։ Գրքի գաղափարի մեր ժամանակներում դրա անհրաժեշտության եւ ինքնաճանաչության մասին ենք խոսելու մեր հյուրի գրքի հեղինակի հետ, հայագետ, մշակութաբան, գիտնական Արթուր Արմին։ Լույս առավոտի։ Բարև ձեզ։ Նախ չեն կարող շնորհակալություն չհայտնել այս աշխատանքի համար, որը շատ կարևոր է եւ ինչպես խոսում ենք նաեւ այսպես ճակերտավոր ասած եթերի կուլիսներում, սովորաբար ասում են, որ պատմությունը այդ ժամանակի թելադրանքն է, պահանջն է, վարձքն է եւ ասում են, որ այդպես ճշգրիտ գիտություն չէ, բայց ես կարողացա թերթել մի քանի էջ եւ տեսնել, որ առավել քան ճշգրիտ գիտության մասին է խոսքը։ Ընդհանրապես դուք ճիշտ եք, պատմությունը քաղաքական հենարան է զեղծարարությունների, պատմությունը փոխելու, վերագրելու, վերակերտելու համար եւ միշտ է եղել այդպեսին, ինչպես նաեւ այսօր։ Ցավոք։ Սակայն ճշգրիտ գիտությունները, ինչպես երկրաչափություն, աստղագիտություն, մաթեմատիկա կիրառելի են պատմական այս կամ այն դեպքի առումով, որը նրան ճշգրտում է։ Իսկ ինչ վերաբերում է այս գրքին կամ այս թեմային, սա վերաբերում է Մհերի դրան արձանագրությանը։ Ահա իմ ձեռքին է եւ իդեպ ուրախությամբ պետք է ասեմ, մենք արդեն ունենք մակագրությամբ մեր օրինակը, մեր խմբագրությունը ու հպարտությամբ մեր գրադարանը հարստանալու է բավականին հաստաբոր Վանի թագավորության դիցարանը Մհերի դրան առեղծվածը Արթուր Արմին։ Եկեք նաև խոսենք ձեր Արմին ազգանվան մասին թերևս, որովհետև անգլերեն հայ է նշանակում 26 տարի սովետական միության ժամանակներից դուրս է եկել Արթուր հայ, Արմինյան։ Էս իմաստ ունի, եթե հարցը անձնական բրենդինգի տեսանկյունից։ Եվ ուրիշ Ինչպես է ծնվել օրինակ խնդիր, յուրաքանչյուր աշխատություն, յուրաքանչյուր ստեղծագործություն ունի որոշակի հիմնակար, որոշակի խնդիր, որտեղից եք դուք ոգեշնչվել, որտեղից է ձեզ մոտ ստեղծվել այդ պահանջը։ Երկար տարիների այսպես աշխատանքների արդյունք է սա։ Այո, առաջի սա 3 մասից է բաղկացած։ Մաթեմատիկա երկրաչափություն, այսինքն հիմա կասեմ, աստղագիտություն եւ անունների ստուգաբանություն։ Առաջի գիրքը հրատարակվել է 2008 թվականին, այսինքն աշխատանքը սկսվել է 2006-2007 թվականներին։ 20 տարի, այո։ Հետո 2020 թվականին հնագույն աստղագիտության ամբողջ համակարգը, որ համապատասխանում է Մհերի դրան արձանագրությանը, դա ծիսական օրացույց է 100-ամյա։ Եվ այս գիրքը արդեն հնարավորություն տվեց հնագույն աստղագիտությունը, երբ որ օգտագործվեց, որ ինքը այդպիսին է, եւ կառուցվեց տաբելականն ունի, հա, սխեմատիկ օրացույց է սա։ Եվ փաստորեն նույն զուգահեռով դնում ենք դեմ դիմաց, արդեն անունները, այսինքն սեպագրերը ճիշտ կարդալու հնարավորությունը ընձեռնվում է։ Այն ինչ որ ակադեմիկոս Ղափանցյանը եւ Ջահուկյանը այդքան ճգնում էին անել, բայց իրանք բացառիկ անճարեղ լեզվաբաններ լինելով, գիտեք ինչ էին նման, աշկերը կապած, ուրեմն մուսենյակում սև կատու գտնելու հետ, բայց նույնիսկ այդ պարագայում մի 2-3 ճիշտ են 10-ին են կպրել, այսպես ասած։ Այս պարագայում Երբ որ ես մոտեցա մաթեմատիկական եւ աստղագիտական հիմքով, եւ մենք ունենք միջագետքյան, ուրեմն ամբողջ նույն շարքը, բայց բաբելական անուններով, դրանք աստված աստեղատներ են։ Մարտի 21-ից սկսած բոլորը այսպես հորիզոնից դուրս են գալի, ամբողջ պտույտը անում է 360 օր։ Այս է Մհերի դրան ամբողջ արձանագրության իմաստը եւ հիմքը, եւ ինքը կառուցված է դրակոնիական կիսամյակներով։ Ամեն մի ցուլը նշանակում է դրակոնական 1 կիսամյակ, որը արևադարձային տարվա հետ ունի որոշակի տարբերություն, դա էլ է մեջը գրված, այսինքն 106 ցուլը, ուրեմն
100.6 արեգակնային տարի է։ Սա լուսն արեգակնային օրացույց է աստեղատուն աստվածներով։ Երբ որ այս շարքը արդեն կազմում ես, կողքը ունես բաբելական նույն շարքը, արդեն ստեղ նայում ես, ստեղ գրած է ագրավ, ստեղ գրած է հայերեն որի, այսինքն սեպագիրը ճիշտ ես ընթերցում, որովհետև սեպագիրը վանկային համակարգ է եւ դու B թե V կարդաս, հա, նույն սեպով է գրվում, L, G, R, որը ընթերցես, որ բառն է, ինչ է նշանակում։ Այ բերեցիք խալդացու օրինակը։ Օրինակի համար բոլորի մոտ արդեն մտել է, չէ՞, տասնամյակներով այդ խալդ, այդպես բան չկա, գրած է հաղթ։ Հիմա ինչով է ապացուցում, որովհետև բոլոր շումերական բաբելական, ակադական բոլոր տեքստերում, երբ որ խոսքը գնում է այդ գերագույն աստծու կամ էլ գերագույն եռյակի մասին, այդ նույն ջերհոս համաստեղության հայ աստվածը, որից մեր ինքնանունն է իմիջայելոց, Հայկն էլ իր որդին է, ըստ հին տեքստերի շումերական, ապա այնտեղ գրվում է գուլա, մեծը, հաղթ, որը հայերեն հաղթ բառի առաջին նշանակությունը նշանակում է ոչ թե հաղթական, այլ հաղթ վիթխարի մեծ։ Այսպես գանք ոչ թե շիվինի, այլ սյունի, որը սոյ, լույս, սոյք, լույս բառ ունի եւ նույնիսկ պատկերը կա։ Ինքը ձյուր վրա հեծած, արևի սկավառակը, թևավոր սկավառակը, հասկանում եք, շողերով ինքը լույսն է։ Եվ այսպես շարունակ, այստեղ գրած է ագրավ, այստեղ գրած է հայերեն որի։ Հիմա, բայց եթե սեպագիր է, միջև այս շարքը չէր իմանում, կարող էր կարդալ ուրի, օրո, ինչ ասես, այս դժվարություններն էր ստեղծում։ Եվ փաստորեն ամբողջ դիցանունների արական դիցանունների 36 արական դիցանունների անունների 83%-ը հայերեն բառեր են։ Մնացածը, ասենք թե օրինակ երկորակների առումով գրած է շիների, սա ուրեմն խուրիական բառ է, փոխառնություն, որ կոչվում է զույգ։ Մեր մոտ, այսինքն այսօր էլ մենք փոխառություն ունենք, հա, բայց ու ավելի շատ քան թե այն ժամանակ պաստորեն բոլոր անունների այդ հավանաբար հնում այդ անունը անդադ օգտագործել են, հա, բայց հետո դուրս է եկել եւ այսպես պաստորեն մենք փաստում ենք, որ գոյություն չունի ընդհանրապես ուրարտային լեզու, ուրարտական առանձին էթնոս, որը քաղաքական միտումներով մեր ողնաշարը ջարդելով մցրել են մեր պատմության մեջ։ Ես ինքս դպրոցում սովետական ժամանակներում սովորելուց, հա, այդ բարակ գրքի մեջ գրած էր ուրարտական քաղաքակրթության ժառանգորդներն են վրացիները, ադրբեջանցիները եւ հայերը։ Ադրբեջանցիները 11-12-րդ դարում առաջ անգամ քիթը էսյանի վրա երևաց այդ ուրարտու այդ ինչ, բայց չէ քաղաքականություն է։ Հիմա փաստորեն գիրք այդ հնագույն աստղագիտության շարքի շնորհիվ կարողացանք նաև ստուգաբանություններ անել աստվածների անունների, իսկ դա նշանակում է, եթե Պանթեոնի աստվածների անունները հայերեն են, ապա այդ էթնոսը չի կարող օտար անուններով կամ օտար աստվածներին պաշտել։ Ուրեմն սա հաստատում է արդեն մաթեմատիկորեն, ինչպես դուք ասացիք, ճշգրտության կողմն որ կա արարածյան թագավորություն, իմիջայլուց Ուրարտու անուն ընդհանրապես որևէ, հա, Վանի թագավորության արձանագրություններում գոյություն չունի։ Դա հարևանի ասորական անուն է, այսինքն արարածյան թագավորությանը իրանք ասում են Ուրաշտու կամ Ուրարտու թագավորություն։ Այսինքն բառացիորեն այդ բաղաձայնի ձայնավորը փոխված իրանց հարևանի, հա, իրանք իրենց ասել են Վան եւ չկա Բիայնիլի այդ հիմարություն։ Բիայնի։ Այո, չկա տես բան, որովհետև այդ նույն բն եւ բն նույն սեպով է գրում, ինչ Բիայնիլի։ Բիայներ Վաներ, Վաների իմաստունը վանեցիների թագավորություն եւ ամենահին Լեմեն Հաուպտը, Մորթմանը եւ այլն գրում էին Վանի թագավորություն։ Հետո դա այսպես ասած քաղաքական բան միտումներով կեղծվեց եւ այլն եւ հանակ բան չի էլի առնվազն 100 տարի այսպես ասած մեր մեջ փորձել են մտցնել, որ դա դու չես, դա քո պատմությունը չի, դու եկվոր ես,
հայոց բնաշխարհում, որ մենք ենք բնիկը, սրանք բոլորը քաղաքական եւ վճարովի խնդիրներով լուծված այսպես բաներ եւ հաստորեն եւս մեկ անգամ այդ կաղապարը պայթեց, ոչնչացավ, որովհետեւ արդեն մենք ստեղ ունենք հստակ մաթեմատիկա, աստղագիտություն, երկրաչափություն, ճշգրիտ եւ հները դա օգտագործել են հնագույն աստղագիտությունը, երկրաչափությունը, մաթեմատիկան իրենց ժամանակի ամենաառաջավորն են եղել։ Եվ դա օգտագործել են իրանց սխեմատիկ օրացույցերը, որտեղ ժամանակը օդի ու ջրի նման անհրաժեշտություն է ժամանակի չափումը։ Եվ նրանք կիրառել են դա եւ մենք դա բացահայտել ենք։ Կարող է բանալի դառնալ նաև հետագայի համար, սա այլ գիտությունների համար նաև այս եռահատորը ձեր նշած։ Անշուշտ, հիմա նայեք, սրա նախորդ քանի որ սա իմ մոտ արդեն 20 տարի է, 3 հատ գիրք է, սա երրորդ գիրքն է հրատարակվում։ Նա երբ որ առաջ անգամ 2006 թվականներ, 6-7 թվականներ ինձ իմ կրծեր ընկեր Արտակ Մովսիսյանը Աստված հոգին լուսավորի երիտասարդ գնաց հայոց պատմության ամբիոնի վարիչը ԵՊՀ-ի ինձ ուղարկեց հրատարակված հայոց պատմության քրիստոմատիայի առաջի հատորը Միացյալ Նահանգներում է ես ապրում ես այսպես թերթելով ուղղակի այդ էջ վրա ընկա սկսեցի հաշվել ցուներ եւ խոյերի թվականակները Տեսա որ այդ թիվը պիթվի հետ է ավերսում։ Ուղղակի նստեցի ու սկսեցի օրինաչափությունները հանել։ Հիմա Արտակին զանգել է, ասում է ստացա գիրքը։ Ասում եմ Արտակ ջան, ասում եմ, բան ինչու մի քանի էջով չեք տվել, որ այս կենթանիների զոհաբերությունների թվականակների մեջ տասնյակից անցնում է մաթեմատիկական օրինաչափությունները։ Պիթիվը, արմատ 3-ը եւ այլն։ Ասում եմ, այս բան չկա։ Ասում եմ, ո՞նց չկա։ Ասում արդեն 150 տարի է ուրարտագիտության հետ կապված մի հատ տենց մոտեցում չկա, ասում չհասկացա, դուք կարդում չեք տեսնում, թե այդ պատմաբանները, բանասերները, թերներով այդ տարեկան մաթեմատիկան չեք տեսնում։ Բա դրա խնդիրը չի, մորտմանն էլ ասենք ֆիզիկա մաթեմատիկական գիտություններով։ Հա տեսնելու հարց կար կամ մի խոսքով ստացվեց։ Ես իրեն խնդրեցի, ասի, ինչքան հայերեն, ռուսերեն գիրք կա Ուրարտուի վերաբերյալ բոլորը ինձ ուղարկի գերմաներեն, անգլերեն ես այդ բոլորը հավաքեցի գրադարանից ու նայեմ որ հանկարծակին ես չլինի որ նորից հեծանել ես հայտնգործում եւ Արտակը ինձ ասեց գրի մի խոսքով այդ առաջի գիրքը ուրեմն զոհաբերությունների թվականակներին էր վերաբերվում եւ դրան չափերին դա էլ չեն տես հիմա 4 ակադեմիաներ չափերը տալիս են նույնն է դրան լայնությունը բարձրությունը այնտեղ 3 խորություն է չէ այսպես ասած այս բոլոր չափերը նույնը Սամվել Կարապետյանից վերցրեցի նույնը ես եմ գնացել չափը բայց ոչ մեկ չի մտածել Սամվելին Սամվել Կարապետյանին Աստված հոգին լուսավորի ասում եմ Սամվել ջան այս լայնության ու բարձրության հարաբերությունները ձեզ մի հատ բան արել եք քննել եք թե ինչ է Բա չէ, ինչ կա որ, ասում լսի, դու հասկանում ես, ստեղ ոսկե հատման բանաձևն է, այսինքն ինչքան լայնությունն է, բազմապատկած ոսկե հատման բանաձևով կարճ ասած ավելացրածով վրա եւ 2-3 գործողությամբ արվում, պատահականությունը բացառվում է։ Ասում չէ, ասում բա ինչու, ասում գիտես ինչ Արթուր ջան, մերը գտնել արձանագրել նա։ Ձեր գործել դուք բացառիկ ինտելեկտուալ անձնավորություն բազմաթիվ առիթներ է եղել հարցազրույցների։ Մենք խոսում ենք մեկ կոթողային արձանագրության մասին, որը իր ժամանակի ամենաառաջնայինն է եղել։ Նրա մեջից մենք կարող ենք տեսնել, որ մեզանից մոտ 3000 տարի առաջ մեր նախնիները ինչ մաթեմատիկական, երկրաչափական եւ աստղագիտական ֆանտաստիկ գիտելիքներ են ունեցել։ Այդ ոսկե հատման բանաձևը հետագայում մենք տեսնում ենք հետո է գտնվում կամ Ֆիբոնաչի աճման շարքը, որը կա այս կենթանիների զոհաբերության թվականակների մեջ որպես օրինաչափություն 2000 տարի հետո Իտալիայում նոր Լեոնարդո Ֆիբոնաչին պետք է հայտնաբերի, ստեղ դրած է
չափերի մեջ դրած է ցուլերի խմբային զոհաբերությունների թվականակների մեջ բազմապատկում ես ինքը դրանով է գալի, բազմապատկում ես ինքը դրանով է գալիս, այսինքն ընդեղ էլ է դրած, դա փաստ է, այստեղ արդեն գոյություն չունի։ Իմ կարծիքով չկա դες կա փաստը, կա չափը եւ այլն։ Այս ամեն ինչը վերում է ճշգրտության եւ իմ խորին համոզմամբ ամենամեծ քաղաքականությունը ազգային եւ գաղափարախոսական, պետական քաղաքականությունը դա հայ մշակույթն է եւ ճանաչել է թե ով ենք մենք, որի բացակայությունը գոնե վերջի անկախության տարիներին 30-35 տարիների առումով սարսափելի է։ Գիտեք ինչ, ես բավական երկար եմ ապրել ու այս նախադասությունը միակ նախադասությունը, որ տաքսում է մտածեցի դա պետք է ասեմ, մնացածը ինքնս նկան ոնց պատահի հարցերին պատասխանում ես։ Ես տեսել եմ, թե ինչպես 88-ի շարժումը Արցախյան եւ ինչպես Գյումրի ուրեմն այդ կործանիչ երկրաշարժի փլատակներից դուրս եկած ծերունին հարձակվում է Գորբաչովի վրա ու ասում է Արցախը ամբողջ այդ բաների մեջ դա է իրան հետաքրքրում ու ամբողջ ժողովուրդը այդ հոգեբանությամբ այդ վիճակում է հիմա դա չկա հարց է առաջանում ինչը փոխվեց ընկալումը արժեհամակարգը փոխվեց արդյոք որովհետև հերոստատեսություններով դասագրքերի մեջ ազգայինը դուրս է բերվում չկա ուրեմն դաստիարակության ազգային գաղափարախոսությամբ եւ ինքնության պատմության դաստիարակությամբ ուրեմն կրթությունը բուհերում լավագույն մակարդակի բուհերում եւ համալսարաններում հերոստատեսություններով այդ սերիալներով լատինոամերիկան այդ ուղղակի աղբ է դրա մակարդակը դրանով դաստիարակելով կենսախ եւ այլն եւ ինչպես նաեւ այդ տասնամյակներով կուտակված ինտելեկտուալ հոսքը դեպի ուրեմն դեպի Սփյուռք, դեպի դու այն ժամանակ ասում ես սովետական միություն, բայց ավելի հայեցի մտածող մարդիկ գուցե հենց այդ նույն սովետական միության շրջանում ավելի շատ են, քան հիմա որ ազատ ու անկախ է սովետական միությանը եւ կորտուսված դա արտահայտվում էր ազգայինով, բայց դրա մեղավորներ կային, ճակերտների մեջ մեղավորներ։ Դա է շնորհիվ Պարուս Սևակի եւ դա է շնորհիվ մեր մեծ Համոսայանի, մյուսի մեր մեծերի եւ այլն, որոնք դա սերմանում էին Շիրազի եւ այլն տասնյակ անուններ, հա, մի քանի տասնյակ է հասնող անուններ կարող ենք ասել, որով մեր սերունդը դաստիարակվում էր եւ հաղթեց Արցախում։ Այո։ Եվ հիմա, այսինքն գիտեք ինչ, ժողովուրդ քաղաքականություն եւ այլն դա հետեւյալն է։ Հողագործի աշխատանք է, պետք է ցանես, ջրես, խնամես, որ իմանաս թե 20 տարի հետո ինչպիսի պետություն ես կամ ինչպիսի պետություն ես ունենալու։ Այո, այս աշխատության շնորհիվ կխնդրեմ մեր օպերատորը եւս մեկ անգամ այսպես ֆիքսի, սա մի ահռելի աշխատանք է, տասնամյակների սրտացավ ու նաեւ այսպես ծերուներին ժառանգելու ձեր ասած, դուք էլ ձեր հերթին եք կարողացել այդ հայեցի դաստիարակության ձեր սերմը, ձեր հատիկը։ Մի նախադասություն էլ ասեմ, որ սա ոսկյա բանալի է բոլոր թեմաներին։ Իմ նախորդ գիրքը կոչվում էր Խորենացու հաղորդած դիցապատումների աստվածների ինքնությունները։ Սա կիրառելով ամբողջ մեր հասած այդ հնագույն դիցապատումների, ուրեմն աստվածների ինքնությունները եւ նրանց անունները բացատրվում է սրանով։ Այսինքն, քանի որ մենք ունենք արդեն այս մաթեմատիկական սխեմատիկ կառույցը։ Ձեր շնորհակալություն այս ահռելի աշխատանքի համար, մնացեք կենտրոնի եթերում, մեր այսօրվա եթերը սպառվեց։ Շնորհակալ ենք։